Ավելի քան մեկ ամիս է Թեհրանը թույլ չի տալիս, որ իրանական ծագման սննդամթերքն ու գյուղատնտեսական ապրանքներն արտահանվեն այլ երկրներ։ Իրանն այս քայլին գնաց պատերազմի մեկնարկից հետո, որպեսզի բավարարեն ներքին պահանջարկը։ Հայաստանը նույնպես Իրանից մեծ ծավալով սննդամթերք է ներկրում, բանջարեղենից մինչև կաթի փոշի։ Իրանական սննդամթերքի արտահանման արգելքից հետո Հայաստանում արդեն թանկացումներ են նկատվում։ Պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, բայց պատասխանատուները կանխատեսում են, որ այն գնաճի վրա կունենա 1,2-ից 1,7% ազդեցություն։ Այժմ փորձենք պարզել մատակարարման շղթաների խափանումների այս շրջանում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնաբավության ինչ մակարդակ ունի Հայաստանը։ Որքան ենք օգտագործում, դրա որ մասն է տեղական եւ որքան ներկրում այլ երկրներից։ Մեր հաշվարկները կիրականացնենք պաշտոնական վիճակագրության վրա հենվելով, որոնք մեղմ ասած հարցեր են առաջացնում։ Հայաստանում ամենաշատն օգտագործվող մթերքից սկսենք։ Անցած տարի Հայաստանում ցորենի ընդհանուր բերքը 132,500 տոննա է կազմել։ Ներկրվել է ավելի քան 332,000 տոննա, ընդհանուր շուրջ 83 միլիոն դոլարի։ Տարեստարի ցորենի համար Հայաստանն ավելի շատ է վճարում, իսկ ինքնաբավության մակարդակը ոչ միայն չի ստացվում գոնե մի փոքր բարձրացնել, այլ դեռ նվազում է։ Վերջին անգամ այդ հաշվարկը պաշտոնապես 2024-ի համար են իրականացրել։ Ցորենով ինքնաբավության աստիճանը մոտ 23% է կազմել։ 2022-ին այն ավելի բարձր էր, շուրջ 24%։ Այս ծրագիրը մենք առաջին անգամ կիրառել ենք, եթե չեմ սխալվում, 2020 թվականին COVID-ի ժամանակ։ Իմաստը հետևյալն էր, որ մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանկ կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարիներ շարունակ ցորենի արտադրության խթանման ծրագրեր է իրականացնում, միլիոններ ծախսում, սակայն վիճակագրությունը հիմա ոչ թե աճ, այլ ուղիղ հակառակն է արձանագրում։ Լավ, տեղական ցորենի արտադրության ծավալներով ինքնաբավության բարձր մակարդակի հասնելը դժվար խնդիր է ու գուցե տնտեսապես ոչ այդքան արդյունավետ։ Նույնը սակայն չեն կարող ասել կաթի արտադրության մասին։ Տարեստարի մեծ տեմպերով ինքնաբավության մակարդակը նվազում է։ 2025-ին Հայաստանում շուրջ 565,000 տոննա կաթ են արտադրել։ 5 տարի առաջ այն շուրջ 671,000-ի էր հասնում։ Բացը լրացնում ենք օրինակ կաթի փոշի օգտագործելով։ 2021-ին կաթի արտադրության ծավալներով ինքնաբավության աստիճանը շուրջ 88% էր։ Այս վիճակագրության ամենաթարմ 2024-ն անփոփոխ տվյալներով այն նվազել է մինչև 78,6%։ Հաշվի առնելով արտադրության ծավալների շարունակական կրճատումը, կարող ենք ենթադրել, որ ինքնաբավության աստիճանն այժմ էլ ավելի ցածր է։ Խնդիրն այնքան խորացավ, որ էկոնոմիկայի նախարարն այս տարի բաց տեքստով խոստովանեց. դեֆիցիտ կա։ Ցանկացած գյուղում, որտեղ օրական կհավաքվի մի ամբողջ գյուղում 700 լիտր կաթ, խնդրում եմ զանգահարեք էկոնոմիկայի նախարարություն եւ մենք արագ կազմակերպենք մթերման կետ այդ գյուղում։ Ինձ դիմում են մեր արտադրողները եւ խնդրում են կաթ, որովհետեւ կաթ չկա Հայաստանում, դրա պատճառով նաեւ գները նախորդ տարվա նկատմամբ բարձրացել է եւ այսինքն մեծ ոչ թե կաթ չկա, այդքան չկա, ինչքան որ իրենց պետք է։ Կաթի արտադրության ծավալների կրճատումը խորքային խնդիր է։ Մի կողմից կառավարությունը վերջին տարիներին միլիոնավոր դոլարներ է ծախսում աջակցության ծրագրերի ավելի կոնկրետ խելացի անասնագոմեր կառուցելու համար։ Մյուս կողմից գյուղատնտեսները դժգոհում են, կով պահելը ձեռք չի տալիս, թանկ է, հարմար չէ, չի ստացվում։ Ովին ծնավ 20 լիտր կաթ կթիր 140-ով տվիր, 2800-ի օրը կաթ տվեց, այնտեղ հաշվում ես իր կերի միավորում, իր ամեն ինչը, ինքը քեզ տալու է խոսքի, ասենք, մի կովից ասենք մնաց 500 դրամ։ Մի 6 ամիս կտվա, 6 ամիսից հետո քիչ-քիչ ճամփում արդեն էտել ծուլ չունես։ Եթե եկամուտ չկա, մարդը իր տնտեսությունը ժամարժամ հետ է եթեմ, ինքի վիճակի չի դրամ պահել։ Խնդիրը դրա մեջ է։ Սրա հետևանքը անասունների քանակը նվազեցնելու գյուղատնտեսների կացնային որոշումն է։ Այս տարեսկզբին հաշվարկվել է 187,325 հատկով։ 5 տարվա ընթացքում քանակը նվազել է ավելի քան 78,000-ով կամ շուրջ 30%-ով։ Մինչ գյուղատնտեսական թեմաները քաղաքական աղմուկի պայմաններում
բավարար ուշադրության չեն արժանանում, կաթի խնդիրն ազգային անվտանգության մարտահրավերի մասշտաբներ է ստանում։ Կառավարության առաջարկած լուծումը ավելի բարձր կատնատվություն ունեցող կովեր գնելն է։ Գործադիրը մասնակի փոխհատուցում է տրամադրում։ Վերջին տարիներին կովերի համատարած սպանդից հետո էլ Հայաստանը չի կարողանում այնքան տավարի միս արտադրել, որ այլ երկրներից ներկրելու կարիք չլինի։ Ինքնաբավության աստիճանը 2024-ի տվյալներով 88% է կազմել։ Անցած տարի Հայաստանը ստիպված է եղել շուրջ 30 միլիոն դոլարի սառեցրած տավարի միս ներկրել։ Հարցն ավելի սուր է թռչնամսի դեպքում։ 2025-ին ավելի քան 46000 տոննա թռչնի միս է ներկրվել, ընդհանուր ավելի քան 75 միլիոն դոլարի։ Թեև թռչունների գլխաքանակը վերջին տարիներին շատ չի փոխվել, սակայն ինքնաբավության մակարդակը չի բարձրանում։ 2024-ի տվյալներով 26%։ Փոխարենը լավ է, որ ձվի քանակի խնդիրներ առանձնապես չկան։ Իդեպ մատակարարման շղթաների խափանումները, արտադրության ծավալների փոփոխությունները, որոնք մեկ բառով եթե ընդհանրացնենք, ապա գնաճը ուղիղ ազդեցություն ունեն նաև մթերքի օգտագործման ծավալների վրա։ Օրինակ, տարեց տարի նվազում է հայաստանցիների օգտագործած կաթի ու տավարի մսի ծավալը։ Ու մինչ իշխանությունները տնտեսական զարգացման մասին բարձր հայտարարություններ են անում, Հայաստանում սպառված սննդամթերքի էներգետիկ արժեքը մեկ շնչի հաշվով չի գերազանցում օրական միջինը 2000 կիլոկալորիան, ավելի քիչ, քան անհրաժեշտ է առողջ քաշ ունեցող մարդուն։